Բարելույս, մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես, պատմություն մի խումբ երիտասարդների մասին, ովքեր Թբիլիսի օդանավակայանում փորձում են առևանգել Tu-134 մագնիշի ինքնաթիռը ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Նրանց քայլը դարձավ մի ամբողջ սերնդի ձայն, ազատության, արժանապատվության եւ այլ իրականության երազանքի համար։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են Անի Կիրակոսյանը եւ Վահան Միրաքյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոչ թե այս առիթով որ փախցրել եք ինքնաթիռը, այլ բեմադրվել էր ներկայացում, որը հենց համանուն գրքի հիման վրա է հարված ջինսի սերունդը, որը հենց իրական պատմության մասին է։ Ես կարդացել եմ գործը, իմ ամենասիրելի գործերից մեկն է, եւ միշտ մտածում եմ, եթե սա բեմադրվի, ինչպես կլինի։ Բայց արյութես սա ոչ թե բեմադրվեց, այլ նաեւ բեմադրվեց թատրոն տանիքում։ Մի հարթակ, որը այդքան էլ մեծ թատերական հնարավորություններ չունի, վարակույրներ, կուլիսներ եւ այլն, բայց հետաքրքիր ձևով ներկայացրեցիք։ Բարև ձեզ, դե հիմա խոսենք այս մասին։ Բարև ձեզ։ Խոսեք, խոսեմ։ Խոսիր։ Շատ լավ։ Նախ մի անգամից ասեմ, որ ինձ էլ էր այդպես թվում, որ այդ հարթակում հնարավորություն չի լինի այդպես իրականացնել ներկայացումը, բայց կոտրվեցին բոլոր կարծրատիպերը շնորհիվ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի վարակույրներ, կուլիսներ, այն ինչ պատկերացնում եք, որ հնարավոր չէ լինի այնտեղ, կա այդ ամենը եւ աշխատում է ներկայացման մեջ, այսինքն կուլիսը միայն նրա համար չէ, որպեսզի դերասանը գնա իր մուտքից հետո պատրաստվի հաջորդ մուտքին։ Կուլիսը նույնպես մեզ հետ հավասար գործող անձ է դառնում։ Ամենակարևորը ինչի մասին է ներկայացումը, ոչ թե նրա, որ երիտասարդները որոշում են օդանավ առևանգել եւ մենք մտովի կամ բառի իմաստով տեղափոխվում ենք օդանավի ներսի հատված եւ այնտեղ ծավալվում են գործողություններ, այլ մենք ներկայացնում ենք միտքը մարդու ազատության տենչի մասին։ Ինչ է կատարվում այդ ընթացքում, ինչն է որ մարդուն սահմանափակել էր եւ դրդել էր այդ քայլերին, ինչպես կարող է նա դուրս գալ այդ ամենի մեջից, կարող է արդյոք դուրս գալ, թե չի կարող, թե չի կարող։ Այս եւ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել հունիսի 22-ին թատրոն տանիքում ժամը 20:30-ին, բայց մնացած բոլոր հարցերին կարող եմ պատասխանել, իհարկե չեմ պատմի ամբողջ ներկայացումը։ Հունիսի 22-ին առաջնախաղն է։ Ոչ, առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Հետաքրքիր է, հա, մի քիչ խոսենք պիեսի ընտրության մասին, որովհետեւ ոչ ստանդարտ պիես եք ընտրել։ Ռեժիսորինն էր, թատրոնինն էր ընտրությունը։ Ռեժիսորինն էր ամեն դեպքում ընտրությունը։ Իսկ ընդհանուր ստեղծագործական կազմով, որ ձևավորվեց, իրականում շատ հետաքրքիր կազմ է հավաքվել։ Ընդհանուր գործի հետ կապված ասեմ, ճիշտ եք ասում, սկզբում որ կարդում ենք գործը, մտածում ենք լավ ոնց պետքա բեմադրվի այս ամենը։ Ու ասեմ, Վահանն էլ կփաստի, որ ամբողջ փորձի ընթացքում, երբ որ դե փաստի խնդրում եմ, ամբողջ փորձերի ընթացքում, երբ որ զրուցում ենք ռեժիսորի հետ, միևնույն է, ինչ պատկերացում ինքը ունեցել էր, մենք մինչև վերջ չէինք կարողանում հասկանալ։ Մինչև վերջ ասում ենք, լավ ոնց պետք է այս հատվածը լինի, լավ էս ոնց է անելու։ Ուսենց ասում ենք, լավ Ոստվա ջան, էս ոնց պետք է ընդհանուր լինի բեմադրությունը։ Երբ որ անցանք արդեն բեմադրական հատվածին, հասկացանք, որ իսկական աշխարհը բացվեց մեր դիմաց, հետաքրքիր, ամեն դեպքում դերասանի համար էլ չէ հետաքրքիր, որ չգիտի ինչ է կատարվելու։ Ամեն դեպքում պետք չի որ իմանա ինչ է լինելու, որ իրեն էլ հետաքրքիր լինի։ Մի խոսքով, եթե չլիներ այն հավատը, որ ունեինք ռեժիսորի հանդեպ, իսկապես չէր ստացվի ոչինչ։ Թվում է այդ հավատն էր, որ մեզ տարավ դեպի պրեմիերա։ Քանի որ դուք ձեր թիմի ամենաշուտ արթնացող մարդիկ եք, պատմեք ձեր կերպարների մասին։ Դու ավելի շուտ ես արթնացել, ես դիմացի մայթում եմ ապրում, դու պատմես։ Ես պատմեմ։ Ես մարմնավորում եմ Թինա Փետվյաշվիլիի կերպարը։ Մի հատ աղջիկն էր այդ անձնակազմից, այսպես ասած, որ գնաց այդ քայլին, ով սիրահարված էր Գեգային, Գեգա Կոբախիձեին, որին մարմնավորում է Վահանը։ Շնորհակալություն։ Ես մարմնավորում եմ Գեգա Կոբախիձեին, իդեպ մի շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, երբ սկսեցի ուսումնասիրել ով է արդյոք այս մարդը ընդհանրապես դերասան, բայց ինձ համենայն դեպս անծանոթ, շատ հետաքրքիր բան նկատեցի, իմ եւ Գեգա Կոբախիձեի ծննդյան օրերը հենց նույն օրն են, սա արդեն լրջացրեց ամեն ինչը, այո, 22 տարվա տարբերություն, եթե չեմ սխալվում, կամ 32, միգուցե 32, ամեն դեպքում չեմ կարողանում ճիշտ մտաբերել հիմա դա։ Հետո սկսեցի ուսումնասիրել եւ քանի որ այս բոլոր գործող անձինք եղել են իրական կյանքում, այսինքն չկա հորինված մեկը, պարզվեց, որ Թինա Փետվյաշվիլին ողջ է ցայսօր, այո։
ցանկանում էի ընդհանուր հանդիպել նրա հետ, որպեսզի հասկանամ ով է եղել Գեգա Կոբախիձեն, ինչպիսին է եղել, բայց ցավոք սրտի Թինան մերժեց այդ հանդիպումը, ասելով, որ նա որևէ կերպ այլևս չի ցանկանում հիշել այդ ամենը, այո, անդրադառնալ, հիշել, որևէ բան չի ցանկանում այդ ամենի մասին խոսել, նույնիսկ եթե չեմ սխալվում, Թբիլիսիի թատրոններից մեկում կա այս ներկայացումը, որտեղ խորհրդատու է եղել Թինա Պետվիաշվիլին եւ այդքանով լավ ինֆորմացիաներ կան եւ այդքանով ավարտել է իր մասնակցությունը այս պատմությանը ես փորձեցի ինքս արդեն պատկերացնել թե ինչպիսին է եղել Գեգա Կոբախիձեն, որովհետեւ ընդամենը մեկ ֆիլմ կար իր մասնակցությամբ փորձել եմ ինչ որ կերպով հասկանալ նրան, որովհետեւ շատ խարիզմատիկ տղա է իրականում, բարձրահասակ, հմայիչ եւ այլն եւ այլն։ Համենայն դեպս նմանություն կար, երկուսն դերասան էին մասնակիցը։ Ես էլ շատ հմայիչ եւ բարձրահասակ 2.10 մոտավորապես։ Դա նկատի չէ, բայց ամեն դեպքում եթե այդպես ես ուզում, օքեյ։ Հենց դա եմ հարցնել, որ քանի որ պատմությունը իրական է եղել, հա, եւ ինչքանով եք դուք հետաքրքրվել, այ Վահանը իրոք դրել եւ այսպես ուսումնասիրել, քրքրել է կերպարներին, ինչ են անում այսօր, որտեղ են նրանք, իսկ մյուս դերասանները նույնպես հետաքրքիր էր, հա, ուր են այդ կերպարները, կան այսօր, չկան։ Ինձ թվում է ամենաշատ տրվող հարցերից էր փորձերի ընթացքում, որ միշտ ասում էինք, բալավ, այս կերպարը որտեղ է, այս կերպարը մահացավ, այս կերպարը ինչ եղավ, ու միշտ անընդհատ փորփրում էինք, բայց եկավ մի պահ, որ Արթուրը Սարիբեկյան ասաց, խնդրում եմ մի տրվեք այդ ամբողջ գծին, դուք հիմա տեղափոխվեք դեպի այս հարթակ, դուք ասաց, որ գործը գեղարվեստականացված է ամեն դեպքում ու կերպարները որոշ առումներով նույնիսկ իրական իրենց բնույթից որոշակիորեն շեղված էին։ Այո, դրա համար էլ այդ կետից սկսած արդեն սկսեցինք, համենայն դեպս ես մնացյալը չգիտեմ, ես սկսեցի արդեն շատ չհետաքրքրվել, որովհետև զգում էի, որ արդեն խանգարում է ինձ։ Արդեն այս երկու աշխարհները չգիտեի որն էր իրականը, որը չէ, ասեցի ավելի լավ է ես հավատամ ռեժիսորին ու գնամ առաջ։ Բեմում 3 ընկեր եք եւ դուք 3-4 ենք։ 4 հոգով ենք, բայց իրականում գործող անձինք ավելի շատ են եւ ներկայացման մեջ եւ իրականում եղել են 7 հոգով, ինքնաթիռ առևանգողները, ճակերտավոր ասենք առևանգողներ, հիմա արդարացնում եմ էլի իմ կերպարը։ Նրանք չեն առևանգել, նրանք ըմբոստ էին ուղղակի, ազատություն էին ուզում։ Ազատատենչ սովետական բարակույրները։ Այո։ Գործող անձինք քանի հոգի են ներկայացման մեջ գործող անձինք։ 9 կարծեմ, 9 հոգի։ Վահան, այսպեսի մի հետաքրքիր բան կա, հա, երբ որ մենք կարդում ենք պատմությունը առաջինը, հա, գիրքը, միշտ շատ հետաքրքիր է։ Հետո նայում ենք ֆիլմը, շատ անգամ հիասթափվում ենք, որովհետև այն ինչ որ մենք կարդալուց պատկերացնում ենք, չենք ստանում այն էֆեկտը, ինչ որ կա։ Ներկայացման դեպքում ինչպես է, որովհետև գիրքը բավականին տարածում ստացավ առավելևս երբ որ թարգմանվեց հայերենով եւ ներկայացվեց հանրությանը։ Ես հենց այդ ժամանակ վերցեցի այդ գիրքը կարդացի, ինձ շատ խուզեց պատմությունը եւ շատ դուր եկավ։ Արդյոք նույն էֆեկտը մենք կստանանք նաեւ ներկայացումը դիտելիս։ Արդյոք ոչ մի բան չի կրճատվել, արդյոք ամեն ինչ արվել այնպես ոնց որ գրքում է։ Բնականաբար շատ բաներ են կրճատվել, որովհետև ամբողջությամբ գրքի բովանդակությունը եթե բեմադրվեր, ներկայացում կտևեր երևի թե 4 օր առանց անտրակտի, բայց մի վախացրու հերոսատով, գիրքը փոքրիկ գիրք է, բայց բոլոր գործողությունները, որոնք որ նկարագրվում են, եթե դրանք էլ բեմադրվեն, հաստատ 4 օր կտևեր ներկայացումը։ Կոնստրուկցիաները շատ մեծ պիտի լինեն։ Այո, բայց հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, մարդիկ կային, ում ես հրավիրել էի եւ նրանք ասացին մենք եկել էինք տեսնելու ինչ որ մի ինքնաթիռի առևանգում, բայց որևէ տեսարան նույնիսկ ինքնաթիռի ակնարկ չկար, որ սա կատարվում է ինքնաթիռի մեջ կամ ինքնաթիռ մտնելու պահին կամ ինքնաթիռից դուրս գալուց, որևէ այդպիսի տեսարան չունենք եւ նաեւ մաքսիմալ կինոյի էֆեկտ է փորձել ստանալ ռեժիսորը, թե բեմադրական առումով, թե խաղի առումով, այսինքն կան տեսարաններ, որտեղ տպավորությունը, որ դու ֆիլմ ես դիտում շատ մեծ օբյեկտիվով ուղղակի եւ կան տեսարաններ, որտեղ դու շատ նեղ օբյեկտիվով կոնկրետ ինչ-որ մի բան ես տեսնում, այսինքն ֆիլմի էֆեկտը փորձել է մաքսիմալ պահպանել ռեժիսորը։ Ես չգիտեմ դա որքանով է լավ ստացվել կամ որքանով վատ, որովհետեւ ինքը չեմ դիտել ներկայացումը։ Մենք դերասանները ցավոք սրտի երբեք չենք ունենում այդպիսի բախտ ներկայացումը նայելու, ամենայն դեպս այնտեղից որտեղից որ հանդիսատեսն է դիտում, բայց կարծում եմ, որ այն բոլոր շեղումները, որոնք որ եղել են բուն նյութից, արդարացված են։
այդպես էլ պետք է լինեին։ Ոչ թե թերագնահատելով պիեսի կամ վեպի հեղինակին, այլ ուղղակի ըստ մեր իրականության եւ ըստ մեր մեկնաբանության։ Վեպ պիես այդ փոխադրումը ոնց է ստացվել։ Արթուրն է արել, թե կար պիեսը նաեւ։ Բեմականացումը այո, Արթուրինն է, ու ասեմ շատ երկար ժամանակ, մոտ 3 ամիս աշխատել է պիեսի վրա, վեպի վրա, հետո նոր պիեսի, ու այդ ամբողջ ընթացքում ես եմ երևի միակը, որ ականատես եմ եղել այդ process-ին։ Ինչու ասա նաեւ ինչու է դու ականատես եղել։ Դե շատ անձնական։ Հասկանալի է։ Այո, եւ այն տանջանքը, որ ունեցավ այդ ընթացքում, իսկապես խոսել չէր լինում, անընդհատ ինքը նյութի մեջ, որևէ բան էր հարցնում, ինքը միանգամից վազում էր թուղթը գրիչը վերցնում, որովհետեւ որևէ տեսարան եկավ իր մտքին, հիմա պետք է գրի առնի։ Ու այսպես շատ նվիրված ամբողջ աշխատանքը իրականացվել է ու դրա համար երևի թե համարում ենք ստացված գործը, որովհետեւ ի սկզբանե եղել է այդ մեծ նվիրումը։ Եվ փորձերը ոնց ընթացան ու դուք առաջին անգամ եք հանդիպում բեմում, թե միասին խաղացել եք։ Պատմեմ։ Պատմեմ։ Մենք առաջին անգամ ենք միասին խաղում ու ընդհանրապես անձնակազմի հետ ես առաջին անգամ եմ ելույթ ունենում բեմում։ Լավն է։ Շատ։ Չգիտեմ, հատուկենտ ընտրված մարդիկ։ Հետո ներողություն։ Դու ասում ես խոսիր ու դու ինձ ընդհատում ես։ Խոսիր, որ ընդհատեմ։ Եթե չխոսես, ինչպես կընդհատեմ։ Չէ՞։ Ստեղծագործական թիմը իսկապես շատ հաջողված է մեր պարագայում։ Շարունակիր Վահան։ Ես բավականին ուշ եմ միացել ներկայացման ստեղծման ընթացքին, որովհետև այլ դերակատար պետք է լիներ։ Ողջունենք այլ դերակատարին։ Այո, ողջունում ենք։ Ողջույն Արմեն Մարգարյան։ Արմեններ։ Այո, ողջունում ենք Արմենին։ Դու տակը փորեցիր, թե Արմենը ուղղակի վատառողջ էր։ Սուրեն, այս կյանքը ոչինչ, բայց հաջորդ կյանքում պատասխան ես տալու այն բոլոր արարքների համար, որոնք հիմա դու գործում ես։ Եվ ես շատ ուշ միացա, մոտավորապես 20 օր տևեց իմ ամբողջ ներկայացման մեջ ներգրավել, այսինքն կարդալու process-ից մինչև բեմադրական, իսկ թատերական լեզվով ասած չիտկայից մինչև միզանսցեն 20 օր եմ ունեցել ընդամենը եւ նաեւ շատ վնասվածքներ։ Իսկ թե ինչ վնասվածքներ, դա արդեն հաջորդ եթերի խոսակցությունն է։ Մենք ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն ամսի 22-ին։ Վստահ եմ, որ հիանալի է ամեն ինչ ստացվել։ Հարմարացնենք եւ մի օր անպայման կդիտենք, պարզապես զբաղվածության առումով չի ստացվում, բայց նրանք ովքեր հետևեցին մեր այս զրույցին, անպայման բաց մի թողեք եւ դիտեք, առավել եւս գործը լավն է, առավել եւս թատրոն տանիքում է, դա արդեն եւս մեկ փաստ է, որպեսզի անպայման դիտեն եւ շատ տաղանդավոր մարդիկ են ներկայացնում ամբողջ ներկայացումը։ Սարգոն Չորգինին եմ ուզում ձեզ նվիրել, որպեսզի ամսի 22-ին արդեն ներկայացումից հետո նշեք ձեր եւս մեկ հաղթանակ եւ ուզում եմ ձեզ նվիրել Արև Բացիկ, որ նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Մեկում ներառված է Տերյանի խոսքերը, քո աչքերի դեմ իմ աչքերը կույր, մյուսում Թաթայից են ծաղիկներ բերեմ Սիրուն ջան, քո ճամփեմ Զուքեն Զարթեմ։ Սա երևի դու կնվիրես։ Շնորհակալություն։ Սա ձեզ, որպեսզի ներեք ձեզ համար շատ հարազատ ու կարևոր մարդու։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք նույնպես շնորհակալ ենք ներկայացմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Կլինիկ արժեթավ դադարվորից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։